նպատակով ես ձեզ եկել, ինչ սպասել, մարդիկ նոր աղետի են սպասում ստեղծության, հանեցեք։ Բարև, շնորհակալություն հրավերի համար։ Այո, շատ զարմանալի էր, որ այսօր ժամանեց Ադրբեջանի փոխվարչապետը, իդեպ այն երկրի փոխվարչապետն է ժամանել, որի զինված ուժերի շնորհիվ ունենք 5000 եւ ավել զոհեր, 12000 զին հաշմանդամներ ունենք, անհետ կորածներ ունենք եւ գերեվարվածներ ունենք Բաքվում։ Եվ այսօր մեր իշխանությունը, թրքասեր իշխանությունը այնպես է ընդունում իրենց, ոնց որ իրենց հարազատ եղբորը կամ ծնողին ընդունի, իրենց ընդունելությամբ ամբողջ իդեպ քաղաքը պարալիզացրել էին մի ադրբեջանցու համար, ամբողջ քաղաքն էին պարալիզացրել։ Շատ հնարավոր է նաև աղետի, բայց ըստ իմ կարծիքի երևի ցայտնոտի մեջ անգի Ադրբեջանը, որ գիտեն սա չի վերընտրվելու, այս իշխանությունը չի վերընտրվելու, եկել են որպեսզի փորձեն ամեն ինչ անեն կամ հասնեն նրան, ինչ խոստումներ ունի վարչապետը տված, հասնեն այդ խոստումների ստորագրմանը, դա իմ կարծիքն է, իմ սուբյեկտիվ կարծիքն է դա։ Եվ եթե մեր իշխանությունը հայասեր լիներ, մեր իշխանությունը սիրեր իր ժողովրդին, երբեք սրան չէին ընդունի մեր երկրում, ասում եմ, չմոռանալով իրենց զինված ուժերից, իրենց ազգի կողմից, ինչ աղետ են ունեցել 20 թվականին, 22 թվականին, նաև Արցախի հանձնման հետ կապված, պետք է այս թրքամետ իշխանությունը գոնե ինքնասիրություն ունենար։ Եթե իրենք մնացին, այո, մենք նոր պատերազմներ կունենանք եւ ասեմ ձեզ 20 թվականի պատերազմը սարքված էր իրենց կողմից, նաեւ վարչապետն է, չէ՞ ասում ազգային ժողովում կառավարության նիստերին, այո, մենք այդ զոհերն ունեցանք, որպեսզի ունենանք այս պետությունը, պետականությունը պահենք։ Իրենք միտումնավոր տարան պարտության տարան, ես ասել եմ ու կասեմ, մեր զորքը կռվել է, առավել եւս 18 տարեկան մեր զինվորները կռվել են, դուխով են եղել եւ չեն նահանջել, սակայն նահանջները եղել է երկու եւ պաշտպանական բանակի, Արցախի բանակի եւ մեր զինված ուժերի կողմից դավաճանության հաշվին եղել են, այո, այդ նահանջները։ Իրենք միտումնավոր այդ 20 թիվը արեցին, ժողովրդի աչքը վախացրեցին, որպեսզի հիմա կրկին ասեն, այ եթե մենք չլինենք, այդ պատերազմը կնենք, իսկ կներեք, ինչ դիրք ունես, ինչ սահման ունես, որ մի հատ է պատերազմից ես խոսում, ինչ կար չկար հանձնեցիք, վերջացրեցիք, ինչ պատերազմի մասին է այլ խոսքը։ Դու ոչ էլ այդ զորքն ունես, զորքն էլ կոտորեց ուսուցչուհին, զինված ուժերն է քանդեց միտումնավոր, որ հիմա սենց բերեն, փաստի առաջ կանգնացնեն ժողովրդին եւ վախեցնեն։ Թող ժողովուրդը չվախենա, եթե սրանք ընտրվեցին, այդ ժամանակ մենք կունենանք պատերազմ, առանց սրանց, միջև սրանք չգնան, մեր խաղաղությունը չի լինելու, սրանցով ոչ մի խաղաղություն չունենք։ Տեսակ չէ, անցած շաբաթ քաղաքացիներ էին նշում, այդպես իրենց ժողովրդապետերին սոված թողեցին, մարդիկ հիասթափված եկան, գնացին, եկել էին ձրի հաց ուտելու, բարձվեց չէ, մի սթեյքը, մի լարնակայի տոմսից էլ թանկ է, խնդրեմ։ Ուսուցչուհին կազմակերպեց բանակի տոնից առաջ, հունվարի 27-ը նույնպես սքի օր կազմակերպեցին, հաջորդ օրը, այսպես ասած, տոն էր, որ արդեն սիրտե չես ունենա հաջորդ օրը տոնն անես, բանակի օրը, որ միշտ սենց մեծ շուքով ենք նշել, միշտ մեծ տոն է համարվել, իրենք միտումնավոր արեցին եւ բերեցին քաղաքացու օրը ապրիլի 25-ին Եղեռնի հաջորդ օրը կազմակերպեցին, իբր թե քաղաքացու օր։ Իհարկե շատ վատ էր, թող ներող լինի մեր ժողովուրդը, որ այցելողներ կային, գնացողներ կային եւ ասում էին կեցե մեր վարչապետը, ինչի վրա է քրճվում, որ շուտով թուրքն է գալու ձեզ ղեկավարի, դրա վրա է քրճվում։ Քաղաքացու օրը խորոված փարթ էին անում, այդ դեպքում հյուրասիրություն աներ, խի առաջի տարին հյուրասիրություն էր անում, բայց տարի էլ հյուրասիրություն աներ։ Ինչ եք վաճառում, 5-6 հազար դրամ էր ասում էին, ինչ որ մի փոքր կտորը, թե ինչ որ մի բաժին խորովածը 5-ից 6 հազար էր։ Իհարկե իրենց պատկերացրած քանակը չկար ժողովրդի, երևի թե զոմբի մասսաներ ընդեղ, ովքեր կարոտեն թուրքերին։ Որպեսզի Ալիևին ցույց տա, որտես մենք Եղեռնը ուրախությամբ ենք նշում, ես
Դե ժողովուրդը փող չուներ երևի, իրենց թվում էր թե հյուրասիրություն է լինելու, գնացել էին հյուրասիրության։ Սակայն ուրիշ բանի իրանք, ուրիշ տեսարան տեսան, ուրիշ տեսարանի հանդիպեցին։ Ամոթելա լինես երկրի վարչապետ, խորոված փարթի կազմակերպես, ինքդ էլ ինչ ասեց շունուշանգյալ, ով իրենց չի ընտրում շունուշանգյալ, բա քո լնգուլավազներին ինչ ասենք, քո թրքամետներին, թրքահպատակներին ինչ ասենք, որ բոլորը համարյա թե Թուրքիա սովորած վերապատրաստված են, բոլորը մեծ մասը բանակից թռած են, քո այդ կողքի զբրոդին ինչ ասենք, այդ բան տաբրին ինչ ասենք մենք, տաբրով ընկել ես մեջտեղ դուրս ես եկե փարթի, խորոված փարթի, էս են, ես ասել եմ ու կասեմ, բեմի վրա խաղում են դերասաններ են, բայց շատ վատ խաղացողներ, իրանք ընդամենը Ալիևի խամաճիկներն են, Ալիևի կամակատարներն են, բոլորը։ Գիտեք, որ Ադրբեջանը հիմնահատակ քանդում է Արցախում մեր եկեղեցիները, այլևս Մայրտաճարն է քանդվել, իսկ ինչ ասում Արսեն Թորոսյանը, ասում է իրենց ինքնիշխան տարածքը ինչ կուզեն կանեն, խնդրեմ։ Հա, այդ ինքնիշխան տարածքը ձեր թեթև ձեր ՔՊ-ի թեթև ձեռքով նվիրվեց իրան, այո, անց որը նույնպես բանակում չի կարողացել իրեն դրսևորի, բանակից վաղը ժամկետ արձակվել է, ու չգիտես ինչ հոդվածով արձակվել, որ չի դիմացել բանակի այդ ռեժիմին, կարգ ու կանոնին չի դիմացել, արձակվել է եւ այսօր քանդումաս այդ մի նախարարությունը, իդեպ ասեմ երկու կլուչիվոյդ նախարարությունները, մեկը սոցիալ նախարարությունը, մեկը պաշտպանության նախարարությունը, երկու անձ են նշանակված, ովքեր անհայտ հոդվածներով արձակված են վաղաժամկետ պահեստազոր չծառայածները, մեկը այնա քանդում, մեկը այնա քանդում։ Դու ինչ ես արել ես երկրի համար, առավել եւս Արցախի համար, որ կարաս այտենց մեծ ամպագորգոր խոսած, որ ինքնիշխան տարածքա ինչ կուզեն կանեն։ Դու դրա համար կարգերից կտրումա զին հաշմանդամներին, պատերազմի ժամանակ զին հաշմանդամություն ստացած տղաների կարգերն ա կտրում, քաղցկեղ ունեցող անձանց կարգերն ա կտրում ու իրանց մտածելակերպը, այդ հլը ոչ կոմպետենտ նախարարի մտածելակերպ, ասում է, եթե պրոթեզավորվել ես, ուրեմն դու արդեն ադապտացվել ես այս կյանքին, դու կարաս կարգ չունենաս, կարգ չստանաս, չէ որ այդ մարդը երկիրը հայրենիքը պաշտպանելուց է դա վիրավորում ստացել, ինքը իր քմահաճույքի համար չի գնացել վիրավորում ստացել, դու ոնց կարաս ասես պրոթեզավորումը ադապտացվել ես պրոթեզին, ուրեմն վերջ, դու կարաս էլ կարգ չունենաս, եթե շատ լավ բանա ցանկանում եմ ամբողջ իրենց ՔՊ-ին, մեկ ասում եմ սոցիալ նախարարությունն ա քանդում, այն մեկն էլ տրակտորը գցած, արդեն էլ տեղ չկա զինված ուժերին, այն մի ուսուցչուհին ա քանդում, երկուսն է բանակից թռած, բանակի ռեժիմին չդիմացած անձնավորություններ, որ հենց մի հատ շուրգաս անցյալները նայես, 0 անցյալ ամեն մեկը, ու չգիտես ով որտեղ է վերապատրաստվել, որպիսի թրքամետության տանեն ժողովրդին։ Բայց ասում են, կերեք, խմեք, մարզեր գնում է վարտադի պետք է զուգարանները վանցնի մտնում է, խնդրեմ ես մասով, ես ինչ է։ Ես երբևիցե նման վարչապետ, նման իշխանություն չեմ տեսել, գնաս մտնես թեկուզ դպրոցի բացմանը, մտնես պետքարան, սենց գրական լեզվով ասեմ ու նայես, սա ցնցուղ է, որպիսի երեխեքը ֆիզկուլտուրայի դասից հետո մտնեն լողանան, մաքուր լինեն, առաջինը համակարգը մի քանդեք, կրթական համակարգ, այդ ձեր նախին հյուրը շատ լավ ասեց, որպիսի կրթական համակարգն են քանդում, որ ոնց ուզենան, այս ժողովրդին ղեկավարեն, ոչ որ ժողովուրդը դառնա ոչ կրթված ժողովրդին հեշտ է ղեկավարելը, ամբողջ կրթական համակարգը, նույն իրանց ՔՊ-ական են, ԿԳՍՄ սորսական անձը, Ժաննա Անդրեասյանը քանդում է ամբողջ համակարգը, վերացնում է հայոց պատմությունը, նաև ասեմ ի դեպ ասեկոսություն կա, ես չգիտեմ ինչքանով է դա հստակ, որ այդ Начальной войны подготовкան են հանում դպրոցներից, այսինքն դա են հանում, ռազմագիտության դասերն են հանում, ամեն ինչը հանում են, դպրոցից
Փառքի անկյուններն են վերացնում, մոռացության են տալի մեր զոհված երեխեքի հիշատակն են մոռացության տալի, սորս ասում եմ Սորոսի անդամ եղած Ժաննա Անդրեասյանը, որպիսի ոչ թե գնացեք պարոն վարչապետ, ոչ թե գնացես դպրոցի սանհանգույցն է սարքած, թե ինչն այլ մտի մի հատ կրթական մակարդակը տես այս երեխեքը ինչ են սովորում, ինչին են դեգրադացնում են մեր երեխեքին։ Ամեն ինչ անում են դեգրադացի, որպեսզի իրանք կարողանան այդ ոչ կոմպետենտ, այդ ոչ կրթված ամբողջը կարողանան ղեկավարեն։ Սրանց նպատակը դա է։ Այո, կուզեմ ավելացնեմ, որ անընդհատ մամուլում տարածվում է, որ Սև լճերի կողմը կամ Սյունիքի հետ կապված թևը հանձնվել է նախկին պաշտպանության նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կողմից։ Բազմիցս իմ ելույթներում ասել եմ եւ կրկին կասեմ, Սյունիքի թևի հանձնումը եղել է Վաղարշակ Հարությունյանի կողմից։ Բոլորը թող իգիտություն առնեն։ Անգամ կա ստորագրված փաստաթուղթ, որը ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը եւ ստորագրել է մենակ ինքն է ստորագրել։ Ադրբեջանի կողմը այդ թղթի վրա ստորագրություն չունի։ Իր շնորհիվ է եղել, որ հանձնելուց հետո թուրքը թշնամին հասել է Սև լիճ։ Այսօր նույն ուսուցչուհին, երբ բարձրաձայնում է իր ասուլիսների մեջ, որ ասում է անձ, որը նաև ձեռքերը լվացել է Սև լճում, իրեն գնացեք հարցրեք Սև լճի հանձնման համար, եթե այդքան տղամարդ ես ուհի, պարոնով դիմես, տիկինով դիմես, չգիտես արդեն սրանց ոնց դիմես, դիմի քո ԿՊ-ի ներկայացուցին Վաղարշակ Հարությունյանին ու ասա ինչի դիմաց ես դա ստորագրել դու։ Ինքն է հանձնել պատերազմի ժամանակ, եթե չեմ սխալվում նոյեմբերի 20-ից ինքն է ղեկավարել զինված ուժերը Վաղարշակ Հարությունյանը, ոչ թե Արշակ Կարապետյանը։ Նույն թրքահպատակը Վաղարշակ Հարությունյանն է եւ ես 95 թվականից ծառայելով զինված ուժերում մինչեւ 22 թվականը նման թույլ նախարար մենք չենք ունեցել։ Նմանատիպ ոչ կոմպետենտ, չտիրապետող իրավիճակին նախարար մենք չենք ունեցել, ինչպես եղել է Վաղարշակ Հարությունյանը։ Թաման ոչ ռուսերեն էր խոսում, ոչ հայերեն էր խոսում։ Ինչ թելադրվում էր ԿՊ-ից նա այն էլ անում էր, նշանակվեց պաշտպանության նախարար, բացի քանդելուց ոչինչ չարեց։ Դրա համար էլ երբ եկավ Կարապետյան Արշակը, նշանակվեց պաշտպանության նախարար, փորձեց զինված ուժերը ոտքի հանել, փորձեց որպեսզի մեր զորքը հզորանա, դա դուր չեկավ տվյալ իշխանությանը, դուր չեկավ իրենց պապային Ալիև Կոչեցյալին։ Դրա համար էլ մարդը դեռ 3 ամիս պաշտոնում չեղացած հանեցին։ Իդեպ ասեմ, ես ասել եմ եւ կկրկնեմ, անձը, որը գտնվել է գործուղման մեջ, որ տեղյակ չի եղել, թե իրեն հանում են, անօրինական ձևով իրեն հանել են։ Պաշտպանության նախարար կամ որևէ նախարար հանելու դեպքում պետք է պաշտպանության նախարարության կադրերի վարչությունում թղթեր պատրաստվեն, հրաման պատրաստվի, հրամանագիր պատրաստվի, ներկայացվի նախագահի ստորագրման նոր անձին հանեն, ոչ թե անձը գտնվելով գործուղման մեջ որոշեն հանեն ու բերեն այս ոչ կոմպետենտ, չկրթված, բանակից թռած ուսուցչուհուն նշանակեն, որն է իրան դրած լինեն մի քիչ կոպիտ կասեմ Ջեկի Չանի տեղն է իրան դրել, իբր թե հայ Ջեկի Չանն է, ինքը ինչ կուզե այնի կանի։ Անց, որը բացի մատյանից ու գրիչից կյանքում ոչինչ չի տեսել, բացի դաժե երևի հայաթել չի չել, ես ասել եմ, հələ այդ պաշտոնից դուրս արի, առանց այդ քո ախրանայի մանարի, առանց թիկնապաններիդ մանարի, տես ով ես դու ընդհանրապես քո կյանքով մեկ։ Անց, որը մենակ կարողանում է շինծու գործեր սարքի, մենց մեկը ինձ վրա, իր ռազմական ոստիկանության վարչության, նույնպես ոչ կոմպետենտ վարչության պետի հետ, որին ղեկավարում է Քոչարյան Անդոն, յուրաքանչյուրը թռած բանակներից որդիներ ունեցողները այսօր կարող են մարդկանց գլխին շինծու գործեր սարքեն, թող շարունակեն սարքեն, մի ամիս է թող շարունակեն, ասել եմ ու կասեմ, եւ են դատախազ, դատավոր, քնիչները, ովքեր կստթելեն իրենց թելերը, կամակատարներ կլինեն, ի վերջո պատասխան են տալու, նաև ասեմ,
կամակատարներին, օգտագործվողներին վերջում շպրտում են, դա ականջների տող արեք։ Բոլորի տղաները բանակից թռած չծառայածները, ամեն մեկի վրա ես իմ ինչ հանցագործություններ կան, իրենք կարող են դիմացինի վրա շինծու գործեր կազմակերպեն։ Նաև նշեմ, որ ռազմական ոստիկանությունում այդ անալիզիկ բաժինն այն չեմ մի հատ մայոր Մխիթարյան կա, բա որը տենց ամբողջ օրը ցանցի մեջ ես, ցանցից որոշում ես, որ մեկի վրա գործ հարուցես, որ մեկի վրա ինչ անես, բա եկել էր այդ Ադրբեջանի ով էր ինչ կուսակցության փոխնախագահ էր եկել ներկայացել ապրիլի 24-ին գործ գայլերի ձևներ անում հանրապետության հրապարակում, բա ինչի չկալանավորեցիք այդ անձին։ Կարող է մի հայ գնա Բաքու եւ Բաքվի կենտրոնում մեր երագույնը բարձրացնի կամ ինչ որ նմանատիպ հայրենասիրական ոճով հանդես գա, տեղում կկալանավորեն, կտանեն, թոզնու հետքներ չենք ունենա։ Բա եթե այտենց հայրենասեր եք, ճշտի կողմնեք, խիչ եկաք, չվերացրեցիք դրան կամ չկալանավորեցիք տարակ, գոնե կպահեք մի գերու հետ կփոխեք դրան։ Էս են միայն կատարեն Ալիևի հրամանները, ասել եմ, թուրքի կոշիկ լիզողներ, քիչ մնաց ձեզ, ընկելած հայտնոտի մեջ Ադրբեջանը, որ սա չլինի, այս իշխանությունը չլինի, իրանք ոչինչ չեն հասնի իրենց ուզածին, նույնպես այդ հողերը հետ կգան, իհարկե շատ դժվարությամբ, ինչը որ սա միանձնյա հանձնել է։